Հետո մենք հասկացանք, ցավոք, որ եթե քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, այդ նշանակում է դու չունես անվտանգություն։ Հասարակության զգոնությունը փորձում են թմրեցնել, բթացնել անվտանգության հարցերում։ Հունահռոմեական կայսրերը ժամանակին եւս այդպես էին վարվում, հանրության համար գլադիատորական մարտեր էին կազմակերպում, այդ ընթացքում անգամ անվճար հաց էին բաժանում։ Երկրորդական խնդիրներով հասարակությանը մոլությունների մեջ ազատություն տալով, աչք փակելով, խոցոտելով դրանց դիմադարձող կառույցներին, ցանկանում են շեղել հանրության ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից։ Մայրաթորը քարոզչական աշխատանք է տանում բարելավելու մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերում խոր մտահոգություններ են հայտնում խաղամոլության, թմրամոլության եւ այլ մոլությունների աճող ծավալների հարցում։ Եկեղեցու կյանքում ներգրավված հավատացյալների թիվը դեռևս անբավարար է, իսկ այդ պարագայում ցավոք միշտ չէ, որ եկեղեցու խոսքը հատու եւ ազդեցիկ է։ Քահանայից դաստ ամենօրյա պայքար է մղում այս մոլությունների դեմ, բայց դա բավարար դրական արդյունք դեռևս չի տալիս։ Համագործակցություն է պետք տարբեր պատկան կառույցների, հասարակության եւ եկեղեցու միջև, քանի որ այդ մոլությունները մտահոգիչ են եւ արդեն անցել են մատաղ սերնդին։ Դրանք ոչ միայն մարդու առողջությանը, այլև բարոյահոգեբանական կերպարին եւ արժեհամակարգին են առնչվում։ Տարիներ առաջ սկսված անհաջող շարժումը, որն ուղղորդվում էր անհայտ ուժերի կողմից, հակաեկեղեցական էր եւ ուղղված էր Մայրաթորի եւ Վեհափարի դեմ։ Այսօր փաստորեն շարունակվում է ուղղակիորեն վարչախմբի եւ նրա ապարագլխի ձեռամբ։ Եկեղեցու դեմ արված ցանկացած գործողություն նույնն է, ինչ հայ ժողովրդի եւ պետականության դեմ արված քայլերը։ Եկեղեցին միակ համազգային կառույցն է, որը զորավիք ու աջակից է հայոց պետականությանը։ Արդարություն, որ պատմական հիմքեր ունի մեր Արցախը, պատմական հիմքեր ունի մեր հայ եկեղեցին։ Այսօր ես թերի հոգևորական եմ, պակասավոր եմ, մեղավոր եմ, բայց ես այսօրվա կրողն եմ, այս ժամանակի ծնունդն եմ։ Եվ որևէ հոգևորական։ Մենք ժամանակավոր արթուն պահակներ պիտի լինենք մեր սրբությունների, ամեն մեկս մեր ուժերի, մեր ներածին չափով։ Դարեր շարունակ պետականության քաղցր բեռն ու ծանր լուծը եկեղեցին է իր ուսերին առել։ Եկեղեցին թուլացնել նշանակում է թուլացնել պետականությունը։ Մայրաթորն իր անհամաձայնությունն է հայտնել հայոց եկեղեցու պատմության դասընթացը հանելու հարցի շուրջ։ Իրականում այն նույնիսկ չի ինտեգրվել հայոց պատմության դասընթացին եւ արտացոլված չէ դասագրքերում։ Այդ կերպ կարելի է նաեւ հայ գրականությունն ու այլ դասընթացներն ինտեգրել հայոց պատմության դասընթացի մեջ։ Առարկան այս 1.5 տասնամյակում կայացել էր։ Անկամ պահպանված թեմաներն են սխալաշատ եւ դա վկայում է այս ամենի թիկունքում կանգնած ուժերի իրական նպատակների մասին։ Հատկապես որ Վեհափար հայրապետն իր քարոզներում անդրադառնում է Արցախին, եւ դա նորություն չէ։ Ամիսներ առաջ նա ասել էր, թե չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Կա մտահոգություն, որ առկա զարգացումների ֆոնին նոր սահմանադրության ընդունման դեպքում այս իշխանությունը կփորձի վերանայել հայ եկեղեցու բացառիկ դերը։ Հարանվանությունների հայտարարությունները իբր ի սատարումն եկեղեցու իրականում խայծ են։ Սթափ հավատացյալները չեն կարող այդ խայծը կուլ տալ։ Նոր սահմանադրության ընդունման փորձը կբացահայտի այս իշխանության միտումները մեր ինքնությանն ու անվտանգային համակարգին վերաբերող հարցերում։ Ժողովուրդը պիտի սթափ լինի։ Այդ նախագիծը պիտի լայն հանրային քննարկման դրվի։ Նոր սահմանադրության մեջ նախատեսված դրույթները պիտի մերժվեն անգամ մինչև քվեարկությունը։ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց սպառնալիքներում շատ անկեղծ են միշտ եւ այն ինչ որ սպառնում են եւ մշտապես սպառնում են ուժի կիրառումով, իրենք ժամանակ առ ժամանակ այդ ուժը կիրառում են։ 2016 թվականին, 2020 թվականին, 21-ին, 22-ին, 22-ին ընդ որում ուղեկցվեց մեծ եւ մարդկային զոհերով եւ տարածքային զոհերով հենց Հայաստանի Հանրապետության այն ժամանակվանից արդեն մնացած տարածքից։ Իսկ ինչ է անում մեր, այսպես ասած, վարչախումբ կոչվածը, որը ապօրինի կերպով զբաղեցնում է կառավարության շենքը այսօր եւ դրան կանդրադառնանք, իրենք անընդհատ իրենց գործընկերների հետ միասին պատերազմով սպառնում են ժողովրդին։ Մեզ համար անցյալ չէ ոչ միայն Արցախը, այլև Արևմտյան Հայաստանը։ Մեր պատմական բնօրրանի որևէ մասնիկ երբևէ մեզ համար չի կարող անցյալ դառնալ։ Մենք շարունակում ենք պահանջատեր լինել Արցախի եւ մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքների հանդեպ։ Եկեղեցու Արցախի թեմը չլուծարելու քայլը միտված էր հենց դրան։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։